Հայաստանում Евронեստը եւ իմ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակում նա խնդրեց ինձ, որպեսզի ես փոխանցեմ, եթե նման պատեհ առիթ կլինի, որ իրանք Հայաստանի Հանրապետություն գալու հետ կապված որևիցե խնդիր չունեն եւ Евронест այս անցկացված միջոցառման իրանց չմասնակցելը պայմանավորված է զուտ այդ կազմակերպության հետ հարաբերություններով եւ իրենք որևիցե խնդիր չեն տեսնում մեր համագործակցության եւ փոխադարձ այցերի հետ կապված եւ ես նաեւ խոսել եմ այդ ընթացքում որ մենք ակնկալում ենք բոլոր նախագահների մասնակցությունը, դուք առանձնացնում եք Ադրբեջանի, Թուրքիայի, մեր անմիջական հարևանների մասնակցությունը, ես կարծում եմ, որ նախ տեղին չի առանձնացնել մեր հարևանների մասով, որովհետև իրանք մեր հարևաններն են, եթե ով մասնակցի, մեր հարևանները պետք է մասնակցեն, մենք այնուամենայնիվ ակնկալում ենք, որ բոլոր այն երկրները, որոնք որ մասնակցել են մշտապես, հնարավորություն կգտնեն Հայաստանի Հանրապետությունը այցելել այդ կարևորագույն միջոցառման ժամանակ։ Ես չեմ կարծում, որ այդտեղ պետք է տեսնել այլ տրամաբանություն, որովհետև ակնհայտ է, որ նման բան լինելու պարագայում Ադրբեջանի նախագահը կամ կասեր կամ պաշտոնական որևիցե բան կլինի։ Բայց տեղեկացնել են պաշտոնապես, ով ասեց, եթե իմ գործընկերն ինձ ասում են, գիտես, մենք Евронեստին չենք մասնակցում, որովհետև կազմակերպությունների այդ կազմակերպության հետ եւ տարբեր խնդիր կա, բայց մենք մեծ սիրով կմասնակցենք, ուրեմն պատրաստ եղեք, հարգելի լրագրողներ, հարգելի ժողովուրդ։ Ադրբեջանական պատվիրակությունները այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները այցելելու են Ադրբեջան, իհարկե կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես մեր գերիների պահվող անձանց մասին հարցը, որը որ մեծագույն խնդրեմ է, բայց այնուամենայնիվ շփումները շարունակվելու են եւ մենք այդ շփումները խորացնելու ենք եւ երբ որ ես ասում եմ մենք, ես նկատի ունեմ, որ դա նաեւ իմ ընկալմամբ իմ վերջի շփումների հետևանքով իմ ընկալումն է, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է։ Պարոն Սիմոնյան, բայց պաշտոնական որևէ արձագանք եղել է Թուրքիայից, Ադրբեջանից մասնակցելու։ Չէ, դուք հարց տվեցիք, ես պատասխանում եմ, որ հրավերը բոլոր երկրներին է, որոնք որ մասնակցել են, մենք ակնկալում ենք այնուամենայնիվ, չեմ համարում, որ սա վերջնական պատասխան է, մենք ակնկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները այդ միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կգտնվեն, մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք ամեն ինչ, որպեսզի իրաց համար կեղծ տպավորություն ըստ լրատվամիջոցի, որը է անում հիմնավորումների, որով այլևս չի գալու Հայաստան, այն է, որ ոնց որ հարաբերությունների դեռ այն մակարդակը չի, որը թույլ է տալիս այս այցը, չեմ բացառում, խաղաղության պայմանագիրը դեռ վերջնական չեմ բացառում, բայց ոչ պաշտոնական բան մեկնաբանելը որքանով է ճիշտ։ Հիմա որ գար ասել եք, հա, հիմա էլ Ալիևն է գալիս Երևան, հիմա չի գալի, ասում եք, վայ, բայց չի գալի, հիմա ո՞րն է։ Անվտանգության խնդիրը։ Չգիտեմ, ես չեմ կարծում, որ նման հարց պետք է բարձրանա, մեր պաշտոնյաները նույնպես այցելել են Ադրբեջան եւ էլի պաշտոնյաներ կան, որոնք Հայաստան են այցելել, վերջերս падգամավորներ եկան Հայաստանի Հանրապետություն, այնուամենայնիվ այդ սառույցը պետք է կոտրել, այդ սառույցը կոտրվում է եւ միջպառլամենտական մակարդակով մենք նաեւ հանձնառու ենք այդ խնդիրը շատ ավելի խնդիրը շատ ավելի արագ լուծել։ Դուք Евронեստից հիշեցրեցիք եւ հայտարարություններից այստեղ Հայաստանում եվրոպացի պատգամավորները ձեզ մեղադրում էին, որ դուք 20-30 ոստիկան եք ուղարկում մարդկանց ձերբակալում են ազատ խոսքի համար, մեղադրում էին, որ ընդհանրապես հայտարարության համար կալանավորում եք մարդկանց, դա մենք չենք ասում, ընդդիմադիր լրատվամիջոցներ, դա Եվրախորհրդի պատգամավորն է ձեզ ասում եւ ասում է այդ վիճակով դուք ինչպես եք որոշում, որ պետք է ԵՄ տեխնոլոգիա։ Ուրեմն ես նախ չգիտեմ ում մասին ասում չգիտեմ ում մասին եք ասում, ուրախ եմ, որ իսպանացի պատգամավորը այս բանը ասել, ես կարող եմ ձեզ ուրիշ բան ասել, որ այդ միջոցառման ժամանակ ես մասնակցել եմ նիստերից մեկին եւ լսել եմ կատարելապես հակառակ պնդումները, ես մասնավոր շփումներ եմ ունեցել պատվիրակությունների ղեկավարների եւ լսել եմ կատարապես հակառակը եւ ես կարծում եմ, որ տասնյակ պատգամավորներից մեկի կարծիքը վերածել ընդհանրական կարծիքի տեղին չէ, որովհետև ես էլ օրինակ շատ կտրուկ եմ արձագանքում այն բանին, որ որոշ եվրոպական երկրներում ոստիկանները օրինակ ֆուտբոլային ֆանատներին
այնքան են ծեծում, որ իրանք հայտնվում են հիվանդանոցներում։ Խայտարակությունն է, որ եվրոպական երկրներում ոստիկանները իրենց թույլ են տալիս ֆուտբոլիստներին սիրող մարդկանց ծեծել, դա անելու բան չի։ Հիմա տեսեք, նրանք էլ չէ։ Դուք ասում ես ձեզ անուն եմ հարցում, դուք ասում եք իսպանացի падգամ, որի անունը նույնիսկ չեք կարողանում ասել։ Սանչես։ Ինձ թվում է ամեն 5-րդ ճանապարհը Սանչես է, կարելի է միշտ ասել։ Ես ձեզ կրկնում եմ, կարևորը նաև անունն է։ Չէ՞ ուզում ձեզ։ Պետք չի, հարցը դրա մասին չի, իմ ասածը վերաբերում էր նրան, որ տասնյակ падգամավորներ, տասնյակ տարբեր կարծիքներ կարող են ունենալ։ Երբ որ մենք բանաձև ենք անցկացնում կամ որևիցե մի քվեարկություն է տեղի ունենում, օրինակ, չգիտեմ, Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված, Հայաստանի հայ ժողովրդի ցեղասպանության հետ կապված տարբեր բաների եվրոպական բազմաթիվ падգամավորներ դեմ են քվեարկում դրան։ Եվ դա նշանակում է, որ դա միասնական կարծիք է, որտեղ միասնական մեկ կարծիք կա, հա, մի հոգի կամ 2 հոգի կամ 3 հոգի կամ 5 հոգի կարող են ինչ-որ կարծիք ասել։ Թվականների հորդորով են դեմ քվեարկել, հատկապես երեկվա քաղաքական հարցերով հանձնաժողովում։ Չգիտեմ ինչի մասին եք խոսում, բայց ես գիտեմ, որ արցախցիների վերադարձի, գերիների անհապաղ ազատագրման։ Ես չգիտեմ ինչի մասին եք խոսում, բայց ինչի մասին եք խոսում, բայց եկեք մի բան հասկանանք, էլի, այդ որ տենց դրոշակ եք սարքել վերադարձի հետ կապված հարցը, ուզում հասկանամ, դուք կամ այդ ով որ տարածում է, որ ասում է ԿՊԱ-ականների հորդորով են դեմ քվեարկել, իրանք պատրաստ են ապահովել այդ մարդկանց հետ վերադարձը, անվտանգությունը, լուրջ եք ասում։ Այդտենց լոլո մեծ խոսում է։ Եթե աշխատենք միջազգային կառույցների, հատկապես որ նույն Եվրամիության եթե աշխատենք, լավ եմ ասում եմ, եթե աշխատենք, ասում եմ, կա մարդ, որը որ հիմա կարող է հայտարարի, որ ինքը ապահովում է հայ մարդու բանը վերադարձը Ղարաբաղի որևիցե բնակավայր։ Կա տենց մարդ, այդպես մեծ խոսալով չի, կերածներ ասելով չի։ Բնական է, որ ինչ որ ժամանակ անց, այո, ինչ որ մարդիկ, երբ որ հարաբերությունները կնորմալանան, կարող են գնալ միգուցե իրանց տներում ապրել, եթե այդ հնարավորությունը լինի։ Իհարկե դա, բայց այսօր խոսալ էդի ինչ կենա։ Ուզում հասկանամ ում ենք մենք բանանում ձեռք առնում, էլի լուրջ։ Այսինքն հիմա Ղարաբաղի բնակիչներ կան, մարդիկ կան, ուզում են այդան Հայաստանի իշխանությունը ասում է, չէ, մի գնացեք, մենք դեմ ենք։ Հիմա չէ, ինչ որ Գազայի դեպքում ինչպես եղավ, պարոն։ Եվ միջազգային հանրությունը հավաքվեց եւ որոշեց ինչ որ որոշում։ Այ շատ լավ օրինակ բերեցիք։ Միջազգային հանրությունը հավաքվեց ու Գազայում հիմա ցեղասպանություն է տեղի ունենում։ Այս շատ լավ օրինակ բերեցիք։ Այն ինչ որ, այո, ամեն օր, ամեն աստծո օր։ Ուրեմն այն ինչ որ դուք բերեցիք օրինակ, ամենալավագույն օրինակն է։ Ուրեմն մեծ խոսացող մարդիկ, քաղաքական գործիչները, իբր մեկնաբաններ, ով ինտերնետին մուտք ունի, համարում որ ինքը մեկնաբան է քաղաքական, որ մեծ խոսում են, ասենք մենք կարող ենք երկրորդ Գազան դառնայինք։ Երկրորդ Գազան, այդ ինչ պետք է անեն այդ, ոնց էր այդ իսպանացու անունը։ Սանչեսը կամ որևիցե մեկը, պետք է մի հատ բանից Մադրիդի կենտրոնից հայտարարություն աներ։ Նաչո Սանչես Ամորը։ Պետք է մի հատ հայտարարություն աներ, կդնեին բան կանեին, Գազայի կվերածեին մեր տարածքը։ Ստից իրանց հայտարարությունները անեին։ Շատ դժգոհ եմ, չենք վերադառնում, որովհետև ես չեմ ավարտել իմ խոսքը։ Շատ դժգոհ եմ այդ հաճախակի մեր, որ մտածում ասում ենք, հեսա մենք աշխարհի կենտրոնն ենք, հայի աչերը, մեր ծիրանը, մեր ջերմուկը եւ այլն, ժողով թարգեք։ Դուրս եկեք։ Եգիպտոսում ձեռբերված պայմանավորվածությունը։ Դրանից հետո եղել են ռմբակոծություններ, դրանից հետո մարդիկ են մահացել։ Դուք դրանից տեղյակ չեք։ Գիտեմ, տեղյակ եմ։ Այդ դեպքում, երբ Վաշինգտոնում Թրամփի նախագահությամբ մի հատ զուգահեռներ անցկացրու, Հայաստան Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին է։ Ճիշտ ես ասում, պետք է հրաժարվեին։ Ճիշտ է հրաժարվել, լավ էլի խոսում եմ։ Մասնակցությամբ եղավ Ուրեմն իրավիճակները տարբեր են։ Տրամպը, Պուտինը, Մերցը, Անգլիայի թագավորը, ով ուզում է լինի, պատմության մեջ բազմաթիվ տենց դեպքեր կան։ Կարող են լինել երաշխավոր եւ կարող է այո վերսկսվել պատերազմներ։ Դրա համար գոյություն ունեն այդ վկայի կարգավիճակը, այդ երաշխավորի կարգավիճակը, այդ խոսակցությունը, բայց երբևիցե որևիցե մեկին, որևիցե ձևով դա չի ապահովագրել, բայց դա չի նշանակում, որ մենք դա պետքա չանենք։ Դա չի նշանակում, որ մենք պետքա դա չանենք։
Այսինքն այդ հարցը տալը բացարձակ տեղին չէ, Կարինե ջան, կներես, բայց տեղին չի այդ հարցը։ Համեմատություն արեցիք, ես էլ նույն ձևով համեմատություն։ Հա, բայց քո համեմատությունը չի նշանակում, որ մենք ինչու։ Դուք ասում եք, որ դեպքում է կարող է գազայի վերածվել։ Ինչու։ Թող վերջացնեմ։ Այդ համեմատությունը չի նշանակում, որ մենք այդ հնարավորությունը պետքա չօգտագործենք։ Երբ որ դու ամրագոտին մեքենայի մեջ գցում ես, դա ամենևին չի նշանակում, որ եթե վթարի ենթարկվես, դու ողջ կմնաս, բայց դա հնարավորությունը քչացնում է։ Մենք ամրագոտին գցել ենք եւ շարունակել ենք տարբեր ամրագոտիներ գցել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Գալ ասել, բայց անվտանգ բան ամրագոտին գցել ես, բայց մեր հարևանը ամրագոտիով մահացավ, լուրջ խոսակցություն, ոչ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։